Ինչու ես ինձ հեռացրել Facebook-ի ընկերներից շարքից։ Դիմաձայնագրվում է։ Այո, քաղաքացիորը պետքա նշվի, բայց խորոված փարթիով Ցանցառությունից, անլրջությունից, այդ թվում քաղաքական տհասությունից մենք զերծ չենք։ Եվ ինձ համար պարզ է ինչու է տեղի ունեցել հայոց ցեղասպանությունը։ Իսկ եթե մեր երկրի ղեկավարը չգիտի պատճառները, Եթե կարող էին պահել, թող պահեին։ ես չեմ կարող իմ երեխային բացատրել, որ իմ մայրական կողմով ես Արցախից եմ, հայրական կողմով Արևմտյան Հայաստանից, եւ ինքը չիմանա դա ինչ է։ Ողջույն Արտաշես ջան, ըստ ձևաչափի առաջինը ես պետքա հարց կարդամ քո։ Սիրով։ Ձեզ համար։ Ես Կարենն եմ, միջազգայնագետ։ Երբ ես փոքր էի, պապիկս ինձ տարավ այգի եւ միասին ծառ տնկեցինք, եւ ինքը մի խոսք ասեց, որը մինչեւ հիմա ամեն օր գլխիս մեջ պտտվում է։ Ինքն ասեց. «Սա քո ծառն է, որն ով էլ ջրի, մեկ է չորանալու է։ Դու պետք է ջրես, որ այս ծառը չչորանա»։ Մենք ժամանակին անապատից դարձել ենք մեծ պետություն, եւ եթե ամեն մեկն իր ծառը չջրի, չորանալու ենք եւ նորից դառնանք անապատ։ Ահա, հետաքրքիր հարց է։ Դավաճանություն է ապրիլի 24-ի հաջորդ օրը քաղաքացիորը նշել խորոված փարթիով։ Կարծում եմ, որ ոչ։ Ես Արտաշեսն եմ, իրավաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու։ Սա ավելի շատ նաև սիմվոլիզմ է, որ անգամ նման ծանր ողբերգությունից հետո հաջորդ օրը մենք կարող ենք ուրախանալ, նայել առաջ եւ նաև դասեր քաղել անցյալից։ Պրիմիտիվացնել այն աստիճան, որ ամսաթվերով որոշել հաջորդ թե նախորդ օրը մարդիկ ինչով են զբաղվում, դա որակել դավաճանություն, ես կարծում եմ մենք դրանով նաև այդ եզրի էությանն ենք նաև ինչ որ կերպ դավաճանում, որովհետև իրական դավաճանները, որոնք կարող են նաև մեր կողքին լինել, դրանից կարող են միմիայն շահել, որովհետև թեման ինքնին շատ ավելի տարողունակ է եւ ի վերջո նաև կարծում եմ կլինի ինչ որտեղ սոփեստություն կամ նահանջ ճշմարտությունից, եթե մենք օրինակ կարծենք, որ ապրիլի 24-ին մարդիկ ծննդյան օր չեն նշում, մարդկա հենց այդ օրն է ծնվել կամ դրա հաջորդ օրը ինչ որ ուրախ առիթներ չեն լինում կամ տխուր առիթներ չեն լինում։ Եվ վերջո այստեղ նաև խնդիրը հետեւյալն է, մենք ապրիլի 24-ին մեր հարգանքի տուրքը մատուցելով անմեղ թող պաթոսային չհնչի սրբադասված մեր զոհերի հիշատակին ինչ խորհուրդ ունենք ներկա եւ ապագա սերունդներին, լավ ինչ անել այդ բեռի հետ, որը նաեւ իրականում կարող է լինել միջոց առաջ նայելու, միջոց ուժեղանալու եւ նաեւ միջոց անընդհատ լաց լինելու։ Եվ վերջում մենք ինչպիսի բրենդ ենք ուզում ձևավորենք, հայ ազգը ինչ մեսիջով է աշխարհին ներկայանում, հա։ Ճիշտն ասած, որ աշխարհին պետքա այլ ձևով ներկայանանք, այսինքն այդ ցեղասպանվածի խղճուկի կարգավիճակից դուրս գանք, միանշանակ համաձայն եմ։ Բայց օրինակ ճիշտն ասած նաև ինձ համար հաճելի եւ ընդունելի կլիներ, որ քաղաքացիորը նշվեր քաղաքացու օրվա խորհրդով։ Օրինակ խոսվեր իրավունքների եւ պարտականությունների մասին։ Ես մի դրվագ կար, այնտեղ խոսվում էր ասմունք էր ցեղասպանության զոհերի հիշատակի հետ կապված եւ կողքը օրինակ խորոված էր։ Արդյոք մենք այդ ձևով պետք է նշենք քաղաքացիորը։ Միթե չպետք է բարձրաձայնվեին այն խնդիրները, որոնք այսօր քաղաքացին ունի։ Օրինակ քաղաքական հետապնդումներ, քաղաքական հայացքների համար ճնշումներ, բազմաթիվ քաղաքացիներ նաեւ օրինակ այդ թվում որդեկորուս մայրեր այլ ակնկալիքներ ունեն քաղաքացիորվա հետ կապված։ Այո, քաղաքացիորը պետքա նշվի, բայց խորոված փարթիով եւ էդ էլ իրա բոլոր դրսևորումներով հանդերձ։ Արդյոք դա է մեզ կապում քաղաքացու հետ, քաղաքացիության հետ։ Որն է մեր պետության մեսիջը, որ քաղաքացիորը այս ձևով ենք նշում։ Այսինքն ինչ մեսիջ է կազմակերպիչը հղում աշխարհին եւ իր քաղաքացուն։ Տես, այդտեղ խնդիրը հետեւյալն է։ Մասնակի քեզ հետ համաձայն եմ։ Իրականում նաև պետք է մի բան էլ երևի թե մեզ համար այսպես ֆիքսենք, մենք ունենք այն զարգացածյան հասարակությունը, ինչ որ ունենք։ Այսինքն նաև պետք չէ ընկնել մեկ այլ ծայրահեղության գիրկը, մենք ունենք այդպիսի սովորություն ազգովի, այսինքն այդպես պաթոսային մի վիճակի մեջ ենք ընկնում, կարծես մենք զերծ ենք նաև այլ ազգերին բնորոշ, այսպես եթե կուզես կենցաղային բառով ասած,
ցանցառությունից, անլրջությունից, այդ թվում քաղաքական տհասությունից մենք զերծ չենք, այսինքն նաև սովորական մարդիկ, ասենք դրա համար գոյություն ունի ազգի էլիտա եւ ազգի էլիտայի կողմից առաջնորդվող ժողովուրդ, այսինքն պատկերացրա հետեւյալ իրավիճակը, եթե չլինեին, այսպես ասենք, խորոված անող եւ հասարակ այդ կենցաղավարությամբ ապրող մարդիկ այդ փողոցները դատարկ կլինեին, այսինքն այնպես չի որ հին ու բարի ժամանակների պես մարդկանց ավտոբուսով բերում էին այդտեղ, էլի մարդիկ եկել են, ուրեմն դա է նաև այսօր կյանքի ուրախության աշխարհի մասին մեր հազարավոր համերկրացիների պատկերացումները, որոնք ես հարգում եմ։ Իսկ ինչ վերաբերում է քաղաքական հետապնդումներին, այդտեղ այդ մասնա, որ ես տրամագծորեն հակառակ կարծիքն ունեմ, մենք չունենք քաղաքական հետապնդումների ենթարկվող անձինք։ Այմա իմ հարցը քեզ, այսինքն տեսնենք թե ինչ հարց է պատրաստված քեզ համար։ Ինչն է ավելի վտանգավոր, որ մոռանաս անցյալը, թե հավերժ մնաս անցյալում։ Իմ կարծիքով անցյալի հիման վրա կառուցվում է ներկան եւ պլանավորվում է ապագան։ Եթե մենք մոռանանք մեր անցյալը, ինչի վրա ձևավորվել մեր ինքնությունը։ Օրինակ մեր ինքնությունը բազմաշերտ է, չէ՞։ Մենք ունեցել ենք հեթանոս հայ, մենք ունեցել ենք եւ ունենք քրիստոնյա հայ, բայց մենք չենք մերժում, չէ՞, հեթանոս հային։ Ինքը հայ է եւ թելեր են, չէ՞, որոնք թելվում են եւ կամուրջ են ձևավորվում կարելի ասել։ Իմ կարծիքով ավելի լավ է ոչ թե մնալ անցյալում, այլ հաշվի առնելով անցյալը, կառուցել ներկայի քայլերը եւ գնալ դեպի ապագա, բայց անպայման դասեր քաղելով, որովհետեւ պատմությունը անընդհատ դասեր է տալիս։ Երբեմն այդ դասերը ցավոտ են լինում, անդառնալի են լինում եւ այլն, բայց եթե դու դասեր չես քաղում, դու դատապարտված ես, քո ապագան դատապարտված է կործանման։ Իսկ այաստ քեզ որոնք են այդ անցյալի դասերը, ասենք, առավելագույնը 3 ասենք, թվիր, որոնք որ պետք է մենք սերտենք առաջ գնալու համար։ Օրինակ, երբ որ ես կարդում էի 1920-ական թվականների դեպքերը ու 2020 թվականի դեպքերը, այսինքն մենք էլի հույսեր էինք կապում հյուսիսի հետ, արևմուտքի հետ, ներսում իրար չէինք հասկանում, պառակտում էր եւ արդյունքում ինչ եղավ, մենք հող կորցրեցինք։ Երբ որ 2020 թվականի դեպքերն էի կարդում, ասում էի 100 տարի է անցել, մենք նորից ոնց որ ասած այդ շրջապտույտի մեջ ենք։ Ակնկալում ենք հյուսիսն է գալու մեծ փրկի, արևմուտքը նավեր է ուղարկելու, ներսում էլ ինչ որ մեկը մյուսին է ծառայություն մատուցում, մեկը մյուսի տակն է քանդում, այսինքն իմ կարծիքով մենք դասեր չքաղեցինք։ Ես մտածում եմ, որ գոնե պատերազմից հետո խելքի կգանք, բայց հիմա նորից նկատում ենք, քաղաքական շատ ակտիվ փուլ է, հյուսիսին ենք, այսպես ասած, նախապատվություն տալի մի մասով, մյուս մասով արևմուտքին ու ներսում էլի պառակտում։ Փաշինյանն ասում է, դեռ պիտի հասկանանք, ինչ է եղել հայոց ցեղասպանության ժամանակ, ել ինչ ունենք իմանալու։ Տեսեք, այստեղ մի շատ կարևոր հանգամանք կա, հայոց ցեղասպանությունը որպես նաև իրավաբան կարող եմ ասել, դա անհերքելի փաստ է, այսինքն իրավական տեսանկյունից կամ որպես եղելություն մենք այստեղ քննելու ոչինչ չունենք, բայց այստեղ շատ կարևոր հանգամանք կա եւ ընդհանրապես քրեական իրավունքում հայտնի են օժանդակողի, դրչի ինստիտուտները, իսկ քաղաքական առումով ով մեզ բերեց հասցրեց այդ վիճակին կամ զոհի կարգավիճակին, ի վերջո հարյուրավոր ազգեր կան, հա, աշխարհում, բայց ցեղասպանվել են քչերը, եւ այստեղ խնդիրը ոչ թե այն է, որ մենք արդարացնում ենք կատարողին, այլ հենց քո ասած նախորդ հարցի համատեքստում մենք փորձում ենք դասեր քաղել։ Մենք պետք է հստակ հասկանանք մի շատ կարևոր խնդիր, ով ում շահերն է սպասարկել Հայաստանի եւ հայ ժողովրդի հաշվին։ Այսինքն հարցեր կան, որոնք պարզելը իդեպ շատ կարևոր է հենց ազգային առողջացման տեսանկյունից։ Ես գոնե այդպես եմ կարծում եւ խոսել այն մասին, որ կներեք հայ հեղափոխական դաշնակցության նաեւ կառավարման ժամանակ մենք կորցրեցինք հողեր, բայց դրա մասին ոչ մեկ չի ասում։ Եվ այս ամբողջը պետք է մենք պարզաբանենք եւ ես վարչապետի խոսքը այդ պրիզմայով եմ ընկալում։ Ես խնդիր չունեմ վերափաստարկելու այ ժամանակին, չէ, հայ թուրքը
Բայց ամենայն հարգանքով թե ինչու է տեղի ունեցել հայոց ցեղասպանությունը, դրա պատասխանը ցեղասպանագետները մի մեծ հետազոտական աշխատանքներով գրքերով տվել են։ Այդ մի օրում, մի տարում չի եղել, չէ՞, 1885-ից Համիդյան գնդերը որ ձևավորվեցին, սկսվեց, չէ՞, process։ Այն հարցի պատասխանը ինչ օրինակ Արևելյան Հայաստանում այդքան բաներ տեղի ունենում, բայց չէին օրինակ արձագանքում, իսկ միգուցե Արևելյան Հայաստանում թուրքերն այնպես չէին անում, ոնց որ Արևմտյան Հայաստանում կամ թուրքեր չկային, որ այդպես անեին։ 1885 թվականի Համիդյան գնդերն ինչի մասին էին։ Նրանք ստեղծվել են կոնկրետ նպատակով, չէ՞։ Եվ հայերին ցեղասպանում էին բառի ամենօղի իմաստով։ Իսկ ով էր իշխանության բերել երիտ թուրքերին։ Ով էր այդ թվում իշխանության բերել երիտ թուրքերին։ Այսինքն, նայեք, մեր մեղադրանքը ուղղել դեպի դաշնակցությունը, չէ, ընդհանրապես համակողմանի նայելն է խնդիրը։ Առանց որևէ մեկին խնայելու։ Այս է ամբողջ խնդիրը։ Բայց եկեք ոչ մեկին չխնայենք։ հա, բայց պատճառները որպես ցեղասպանություն տեսած վերապրած ժողովրդի սերունդ, իմ կարծիքով ես գոնե կարդացել եմ այդ արխիվները, ես ցեղասպանագետների կարծիքներն եմ կարդացել, գրքերը, հրապարակումները, եւ ինձ համար պարզ է ինչու է տեղի ունեցել հայոց ցեղասպանությունը։ Իսկ եթե մեր երկրի ղեկավարը չգիտի պատճառները, դա ոչ թե խորին մտածելու, այլ հիասթափվելու, անհանգստանալու եւ մեծ, այսպես ասած, մտորելու տեղ։ Ինչ ենք կորցնում, եթե կենտրոնանում ենք մեր ունեցած 29743 քառակուսի կիլոմետրի վրա, ապրելով հիմա ու այստեղ։ Ես կարծում եմ, որ այս պահին չենք կորցնում, բայց փակել պատմական ինչ-որ իրողություններ, Արցախի էջը եւ այլն, առնվազն իրավական առումով բոլոր առումներով, հատկապես երբ որ տեղի ունեցել էթնիկ զտում, ցեղասպանություն, պատերազմական հանցագործություններ, ես կարծում եմ, որ այդքան էլ ճիշտ չի, բայց առաջին հերթին հարցին ի պատասխան շատ կոնկրետ։ Մենք պետք է պահենք Հայաստանի Հանրապետությունը ճիշտ ռազմավարական ռացիոնալ քաղաքականության շնորհիվ մտածենք հետագայում կորցրածը հետ բերելու մասին։ Ես այստեղ միայն ինձ մնում է երկրորդել, որովհետև համակարծիք է եւ ընդհանրապես նաեւ իլրումն ասեմ, որ պատմությունը ինքը գործընթաց է եւ որևէ պահի այդ գործընթացը չի դադարում եւ դա այսպես ասած ֆիլմ չէ, որը ավարտվում է ինչ որ ելքով։ Պարզ է, որ քո կառուցացի վրա եւս մի աղյուս դնելու հնարավորություն դու միշտ էլ ունես եւ հետեւաբար այստեղ կարեւորը այո եղածը պահելն է։ Հիմա որ կողմից նայել խորվիրապին, Արտաշես ջան։ Խորվիրապին պետք է նայել հայ քրիստոնյայի կողմից։ Խորվիրապին պետք է նայել որպես մեր քրիստոնեական քաղաքակրթության այսպես հենման կետերից մեկին Արարատ սարը երբեք Թուրքիայինը չի կարող լինել։ Եվ հարցը այստեղ նույնիսկ աշխարհագրական, այ հարցը այն չէ, որ մենք հիմա ասում ենք դա մերն է թե մերը չէ։ Իսկ այն մարդիկ, ովքեր որ ասում են այ պետք է պահանջել եւ այլն, ես միայն մի խորհուրդ կտամ։ Երբ որ 1920 թվականի նոյեմբերին Դրաստամատ Կանայանը Լեգրանի հետ ստորագրում էր մի պայմանագիր, որով որ դա հանձնվեց թուրքերին, այն ժամանակ թող մտածեին, եթե կարող էին պահել, թող պահեին։ Բայց օրինակ քաղաքական առումով Թուրքիան նաև մեսիջ ունի, եթե խորվիրապում եղել ես եւ երբևէ լսել ես իրանց այդ կրոնական երաժշտության ձայները, այդտեղ միայն կրոնական ուղղվածությունը չի, դա նաև քաղաքական մեսիջ է իր մեջ պարունակում, որ ստեղ մենք ենք, մերն է, եւ դու հավերժ լսելու ես սա, այսինքն իր մեսիջը դա է։ Օրինակ ես կուզենայի, որ խորհրդանշական լիներ, եթե օրինակ քրիստոնյա հայ աշկերով ենք նայում, այո խորվիրապը պետքա քրիստոնյա հայ աշկերով նայել, իսկ ով ասեց, որ քրիստոնյա հայ աշկերում խորվիրապի հետևում Արարատ չպետք է լինի, չէ՞ որ բիբլիական Արարատն է մեր։ Ոչ մեկ խնդիր չկա։ Որ կետից կուզեիր, որ պատմությունը շարունակի քո երեխան։ Ես չեմ կարող իմ երեխային բացատրել, որ իմ մայրական կողմով ես Արցախից եմ, հայրական կողմով Արևմտյան Հայաստանից եւ ինքը չիմանա դա ինչ է։ Չիմանա Արցախ եզրույթը ինչ է, ինչ է Արցախը իր ամբողջ էությամբ եւ այլն։ Այսինքն, այո, իմ երեխան անցյալից ներկա եւ դեպի ապագա տանող այդ թելի մեջ իր ինքնությունը պետքա գտնի, որը կարծում եմ իմ կարծիքով հայի համար եւ ինքնությունը պահելու, առաջ տանելու համար շատ կարեւոր է։ Այո, եւ ակունքների հետ սերտ կապվածությունը շատ կարևոր է սերնդեսերունդ այդ հայկականության կոդը փոխանցելու առումով։ Իմ վաղեմի բարեկամ, ինչու ես ինձ հեռացրել Facebook-ի ընկերներից շարքից։
Թմաձայնագրվում է։ Հա։ Ես քեզ չեմ հեռացրել Facebook-յան ընկերների շարքից, բայց ես մի ժամանակ ուղակի Facebook-ի բանը deactivate էի արել եւ հետո չեմ հետեւել անկեղծ։ Սա բանավեճ չէ, որտեղ պետք է հաղթել։ Սա զրույց է սեփական տեսակետը ներկայացնելու, դիմացինին լսելու համար։ Արի խոսենք։ Ազատության նոր հաղորդաշարը նոր ձևաչափով։ Տրամագծորեն հակադիր կարծիք ունեցող մարդիկ դեմ դիմաց են հարցեր տալու իրար առանց միջնորդի։ Արի խոսենք։